Մաքրության սիրահարներ սա անպայման կգնահատեն։ Ձեռք են բերել այսը։ Կրիզին է, կոչվում է մաքրող միջոց խոհանոցի համար հակայուղ 30-118 արտիկուլով, Faberlic ֆիրման է այն թողարկում, մի փոքր իր մասին պատմեմ, թագավոր ձեր խոհանոցում, այսպես է կոչվում, մաքրող միջոց խոհանոցի համար, ուրեմն հակայուղ կրիզին, ուրեմն խտացված բանաձևի շնորհիվ արագ-քայքայում եւ վերացնում է հին յուղը, մուրը եւ այլ օրգանական աղտոտիչներ։ Հզոր բանաձև յուղի եւ այրումի դեմ մաքրում 60 վայրկյանում։ Հեշտությամբ հեռացնում է աղտոտիչները, ուրեմն մետաղական, էմալական, կերամիկական եւ ապակե կերամիկական մակերեսներից, սալիկներից ակտիվ խիտ փրփուրը մաքրում է նույնիսկ բարդ չորացած աղտոտիչները, ուրեմն փրփուր ստեղծող տրիգերն արագ եւ հարմարավետորեն կիրառում է այս արտադրանքը, այս դրա մասին է խոսքը, ուղղահայաց եւ մեծ հորիզոնական մակերեսների վրա հակայուղը խորհուրդ է տրվում մաքրելու համար բոլոր տեսակի վառարանները, մետաղական եւ կերամիկական, ինչպես նաեւ ինդուկցիոն ջեռոցները, ջեռոցի սկուտեղները, վանդակաճաղերը, գազի այրիչները, գրիլները, ուրեմն բարբեկյուները, կացաները, օդաքաշերը, խոհանոցային կոկնոցները, սալիկներից խոհանոցում սալիկապատ եւ այլ մակերեսներ։ Ինչպես նաեւ խոհանոցում, ինչպես նշվում է սալիկապատ հատակները եւ այլ մակերեսներ, որոնք ենթակա են ուժեղ աղտոտման յուղային կուտակումների, բաց կազմ ունի, ուրեմն կաուստիկ սոդան, ալկալային նյութ արագորեն քայքայում է առաջ չորացած ճարպային աղտոտվածությունը եւ այրումը ապահովում է դրանց հեշտ հեռացումը մակերևույթից, բուսական ծագման աղբյուրներից ստացված ոչ իոնայնման ալկիլոպոլիգիլոզին արդյունավետորեն խոհանոցում մակերեսները քայքայում է ճարպային աղտոտիչները եւ մուրը նպաստում է մաքրող ուրեմն փրփուրի ձևավորմանը, ինչպես նաեւ իր մեջ կենսաքայքայվող համալիրագոյացնող նյութերը, մեթիլիզիցինադինաթթուն, նատրիումի աղներ, դա ֆոսֆատներ, կանանչ արդյունավետորեն ուրեմն կապում է հեշտությամբ աղերը, ուժեղացնում մաքրող ուրեմն բաղադրիչների ակտիվությունը։ Տեսեք ինչ հետաքրքիր բաներ իր մեջ կա, օրգանական ուրեմն լուծիչը բարելավում է բարդ աղտոտիչների լուծումն ու հեռացնում է բուրավետ նյութեր կոմպոզիցիոն, բուրիչ հաղորդում է թարմացնող ուրեմն ցիտրուսային բույր, բնականաբար շատ կարևոր է կիրառման եղանակը, ուշադրություն պարունակում է ալկալիներ, պահեք երեխաներից հեռու, ձեռքերը պաշտպանելու համար օգտագործեք միայն ռետինե ուրեմն ձեռնոցներ, ցողիչը տեղափոխեք աշխատանքային դիրքի, կիրառեք միայն սառած մակերեսների վրա, սենյակային ջերմաստիճանում, փրփուրը ցողեք ինտենսիվ սեղմիչի ձողի ձգանով, անհրաժեշտության դեպքում տարածեք մաքրող մակերեսի վրա եւ թողեք 1-ից 5 րոպե, ծանր աղտոտման դեպքում աստեցության ժամանակ հասցնել 10-ից 20 րոպե, ապլվանալ ջրով օգտագործելուց եւ պահելուց հետո սողաշիթը տեղափոխեք փակ դիրքով անպայման։ Եվ այստեղ բնականաբար նախազգուշական միջոցներ օգտագործեք միայն ըստ ցուցումների։ Այս հետաքրքիր միջոցը, որը ձեզ շատ պետք կգա մաքրություն սիրողների համար, լինքը նկարագրության բաժնում եմ թողնելու, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին եւ տարածել վիդեոն, որպեսզի հետագայում ձեզ համար ել ավելի հետաքրքիր վիդեոներ գտնեք։ Առայժմ